Հուսանք մեզ եղանակը հուսախապ չի անի։ Մերսի։ Ինքից է ուզում այսօր ես խոսայ։ Ես այսօր ուզում եմ խոսայ սկսնակներից։ Վտանգավոր պարել պրոստը։ Լիքը մարդ այսօր բրոկեքից հոգնելով ասում եմ մոտոյի, չպատկերացնելով վաբշե մոտոն ինչ հա, ինչ վտանգներ է իրանից ներկայացնում։ Երկու ակա էլ ինչ դիրնի հա, տենց հետանի կշր գիտենք, ուրեմ կանանք նաև կշենք մոտո, բայց տենց չի լորջը։ Մոտոն ենքան թարքնված վտանգներ է իրա մեջ պարունակում, որ էլ չասած։ Հենց որ սկսելուց առաջ պետք է երկար մտածել։ Մտածելուց բացի պետք է լավ, շատ լավ մոտո դպրոցում սովորել, քանի որ Հայաստանում ես կոնկրետ չեմ իմանում տենց մարդկանց, ովքեր քեզ սովորացնում են քշել փողոցում, այսինքն տրաֆիկի մեջ մոտո քշել։ Հիմնականում մարդիկ սովորացնում են քննություն հանձնել ու դրա պահանջարկն է այդպես սովորացնում։ Ինչ-որ մեկին չեմ մեղադրում, ինչ-որ մեկին պետք չի մեղադրել դրա համար, ուղղակի դրա պահանջն է մենակ, դրա համար մարդիկ այդ են սովորացնում։ Երբ պահանջելն է արդեն տրաֆիկի մեջ քշելու, երևի այդ է կսկսեն սովորացնել։ Առաջինը ռիսկն է պետք գիտակցել, երկրորդ պետք է լավ սովորել ու երրորդ ամենակարևոր բանը, որ պետք է քո սկիլերը զարգացնես, էլի, թե չէ մարդ կա, տենց ասում է, ես 10 տարվա մոտո քշող եմ, բայց ինքը 10 տարյան նույն ձև է քշում, էլի, այսինքն 10 տարի այդ նույն սխալները անում է, որը որ ասենք արել է առաջի տարում։ Հենց որ երբ որ ձեզ ասում են, ես 10 տարվա մոտո քշող եմ, կարող է մեկը քշած 2 տարի, բայց 10 տարվա քշածից ավելի սկիլով իլնի։ Ու հիմա մոտոյի առավելությունը դե տենում ենք էսա մի վարկյան, արդեն հիմա մարդիկը կային են բրոկի մեջ, մենք են տանենք նյով։ Իրականում հիմա ահագին ես տարբերություն զգում եմ, օրինակ, նայեք, օրինակ աչարած ինքը, մերսի, հարգանք ավելացել, մոտո քշողների նկատմամբ, չգիտեմ այդ ինչի հետ կապված որ ավելացել, բայց ես ուրախ եմ որ ավելացել է, նայ, այս BMW-ը շնորհակալություն։ Ու ես մոտավորապես 3-րդ սեզոնն արդեն իմ։ Ես առաջ այդքան չէի նկատում, որ այդ զիջելու, որ զիջում եմ, բայց հիմա տենց ինչ-որ պրոֆի մեջով գնում ես, մարդիկ քեզ զիջում են, շատ ուրախացնող է այդ պահը։ Նայեք, ակերին պետք է նայել, ակերից հասկանում ես մեքենան ուրախը, մարգատին, չգիտեմ, ուրիշ ինչ-որ ինդիկատորների պետք չի նայել, մենակ ակերին, որովհետև ակերը որ կողմ թեքված են ավտոյի, այդ կողմը ինքը գնալու է։ Բայց սենց մենք կարանք դուրս գանք մեր ուզած տեղը, կարանք։ Այդ սկիլերի զարգացումը շատ կարևոր է։ Անեք դիքը մարդ, այդ դիք շոն է, դել այսինքն գնի ու այսինքն մեքենայի մեջտեղ, այսինքն մեքենայի հետևից, երբ որ ինքը քշում է, սկսի հետևից քշել։ Մեջտեղով, այսինքն դիքը մեքենայի։ Հիմա այդ պարզ բան եմ ասում, չգիտեմ, դու դաժը լիքը մոտո քշողներ երևի էդի չգիտեն։ Հիմա գնում ենք այս ավտոյի հետևից, տենում ենք ես ինչ դիրք եմ պահում։ Իրա այսպես չեմ քշում իրա մեջտեղով։ Ես քշում եմ այսպես, իրա ակի ուղղությամբ նախ որ դեմը տենամ, երկրորդ որ ինքը իրա հայլում է ինձ տենա, ոչ թե մեջտեղի հայլով այլ իրա ցախ կողմի հայլով ինձ տենա, երրորդ ինքը բացա թողում իր ակերի արանքով սաղ փոսերը ու ես եթե մեջտեղով գնամ հաստատ ընգնել եմ այդ փոսերի մեջ իսկ ինձ այդ փոսերի մեջ ընգնել պետք չի հիմա Երևանում մոտո քշելու պլյուս եմ մացույց տալի այսի ես հիմա օրինակ որ ավտոաներ կասեին լակոտություն անում բայց ես ընդհանրապես ինչ-որ մեկին իմ մտնելով չեմ խանգարում էլի Ոստեղ ինչի չեմ գնում ստեղով, եթե չգիտեմ կամերայի մեջ երևում է թե չէ, բայց ստեղ սա ավազ է, իսկ մոտոյի համար ավազը էդի նամանավանդ իմ դեպքում էլի, էդի պրոստ
ես առանց ABS մի հատ կպնեմ դեմիս տորմուզին այս ավազի վրա անգնելու եմ։ Դրա համար աշխատում ավազով ավազի վրա չքշել։ ABS-ը մոտոները հարց չկա, ինչ որ չափով կպայի, չեմ ասում 100%, բայց ինչ որ չափով կպայի։ Որն որ ասում է, այդ հետևից քշելու առումով, թեկուզ հենց կողքից քշելու առումով, ասենք մարդկա դες մտնում եմ, ասենք ինչքան են գնում իրանք, ասենք 10 իրանք են գնում 100 կողքից մոտոյով ասում եմ, էլի, էդի անիմաստ ռիսկ է, որովհետև այդտեղ ոչի բան չես կարող գարանտիա դու ունես, որ ինչ-որ մեկը դուռը չի բացի, կամ մի հատ մարդ չի բացի, որին դու բաբշե չես էլ հասցնի նկատես, կամ էլ ինչ-որ շուն բացի։ Ու իրեք դեպքում էլ դու հաստատ ընկնելու ես։ Հիմա ես ինձ կարա աչ անի։ Ինքը տորմուզ տվեց։ Ես էլի պրոֆիկով անցնում, բայց էլի չեմ շատ զգում եք։ Ավտոբուսներից զգուշ, իրանք մեծ են, իրանք չեն տենում քեզ։ Իսկ ավտոները չեն տենում, մնաց մոտոները տենան։ Ու ես թե չեմ մեղադրում ընդհանրապես, չեն երևում։ Ահա մեզ ծակը փագավ չհասցրինք անցնում։ Դրա համար այսքան ասածս ինչ է, ես adekvat արագությամբ, այն արագությամբ գնում, որ ես հասնում ռեակցիա տամ։ Ինչ որ ճանապարհային սիտուացիաները, որ փոխվում է։ Այսինքն ուղեղս անջատած 1000-ից ավ չեմ քշում, էլի նման sense խիծ տրաֆիկի մեջ անդադ հայլիներ, անդադ հետներ Այնա, աղջի տապտա, մարդի ես դանդաղացեցի, ձերս տորմուզի Անաչ մարգատ միացած անապար ես կոմ մտնելու Ինձի միշտ հարցում են մարդիկ մոտո քշելու վերաբերալ ուզում են մոտո քշել սովորեմ, մոտ սովորեմ եւ այլն Առաջին իմ փորձը այնա, որ մի քիչ մեքենա քշած եք գոնե քաղաքում նոր անցնեք մոտոյի Որովհետեւ ես ավասն ես տուպանում Առաջ անգամ Սուխանով Mercedes B-class Առաջի խորհուրդս այդ մարդկանց, որ մի քիչ ավտո քշել իմանաք, այսինքն քաղաքի տրաֆիկի մի քիչ սովորեք, նոր անցնեք մոտոյի, որովհետև երբ որ դու չես կարծում տրաֆիկը, քո շատ է կարող ալու Քո վթարի ենթարկվելու հավանականությունը սենց էքսպոնենցիալ է Բնակեցի վտանգավոր է Ես հիմա քշում եմ, չէ, ու այս ընթացքում հիմա վիդեոյի մեջ նայեք, հաստատ ինձից է ինչ-որ լիքը սխալներ կմենակ, ու ես էլ իդեալական չեմ։ Ես էլ հասկանում եմ, որ սխալներ ան։ Ու եթե ինչ-որ մարդ կա, որ ուզում է ինչ-որ նկատողություն անի, կոմենտներում բարակ գրեք։ Պրոստը շատ սիրուն անցնում ենք այստեղ տեղերով։ Նա այստեղ աղջկաներ տվեց։ Խաչմերուկները ամենավտանգավոր տեղերն են մոտոքշորների համար։ Ես երևի մի օր առանձին մի հատ վիդեո կանեմ ամենավտանգավոր իրավիճակների վերաբերյալ մոտոքշորից։ Եթե հետաքրքիրական է։ Մարդ էր անցնում պրոստատ, բայց էլ իմ արագությունը adekvat է, ես կարայի կանգնեի դա դեպը